Ջրի արտահոսքի հետքերով բազմաբնակարան շենքը երրորդ հարկում ենք, մուտքի կողմից հենց արտահայտվել է, համալրվող հոսքը հասկանաք որտեղից է։ Ըստ տվյալ բնակարանի պատին, այսինքն հատակից մոտավորապես 90 սանտիմ բարձրության վրա է, այսինքն այդտեղի արտահոսքը, արդեն հետազոտություններս ավարտին է մոտեցնում, այսինքն ճնշումներ տալով արտահոսքը առհասարակ չեմ արձանագրում, այսինքն ճնշումները լրիվ հերմետիկ պահում է, կոյուղին բացառում է, որտեղ կոյուղին շատ հեռու է իրանից գտնվում, ուսումնասիրություններով, այսինքն հակառակ կողմից մուտքի։ Այսինքն, քանի որ բացառում եմ տվյալ բնակարանը, որ ինձ հրավիրել է պատվիրատուի կողմից արտահոսքը, սկսում եմ շախտը ուսումնասիրել, ու ինչ է ինձ ցույց տալի մեր շախտը, այսինքն այս կողքի կարմիր գիծը դա օդափոխությունն է, բարձրանանք մի հարկ վերև, անմիջապես հարկի վերևն ենք, այսինքն այդ կարմիր գիծը դա մեր օդափոխության շախտն է, այսինքն այստեղից եզրակացնում եմ, որ ուղղակի ինքը շախտով այդ ջուրը մեզանից վերև եւս 3 հարկ են, այսինքն ցանկացած այդ բնակարաններից որևէ մեկով կարա շախտով այդ ջուրը իջնի, այս հատվածից է դուրս գալի, որովհետեւ այս հատվածում կարա քարաթափում լինի ներսի մասից, ու քարաթափումից էլ էսենց տա ու արտահայտի դեպի մուտք։ Այլ բացատրություն սրան չեմ գտնում, տա ներսից արտահոսքը բացառում եմ։